փոքր ու պարզագույն օրգան է մարդկային սիրտ ասվածը, սակայն մեծ առեղծված, որի բացահայտումը երբեմն ստիպում է մեզ խոնարհվել աշխարհաչափ սրտի առջև։ Դրանում համոզվեցի, երբ Զովունու պատմությունը վերծանողի իրավունքով եւս մեկ անգամ թերթեցի գյուղիս անցյալի էջերն ու վկայագրերը, որտեղ զարմացած, բայց եւ հիացած կանգ առա, կարդալով Արամ Սարգսյան անունը, որին հետևում է սրտի չափ փոքր մի կենսագրություն, բայց որից հառնում է աշխարհի չափ մեծ մի սիրտ։ Եվ ակնթարթը ինձ տանում է Սարգսյանների տուն, որտեղ ժամանակը հուշերից ծնված ներկայով հյուսում է նրա հետնորդների այժմյան պատմությունը, արարում տոհմածառի վրա նրանց գոյության, ճշմարիտ, արդար, ազնիվ գոյության իմաստը։ Սարգսյանների տոհմածառի յուրաքանչյուր ճյուղ այսօր ոչ միայն զգում է ջերմ ու ջլապինդ արմատը, այլև խոսում է իր գերդաստանի հոր, պապի մասին սիրով, խոնարհումով, հպարտությամբ։ Երբ խոսքը բրիլյանտ եւ կոմիզար քույրերինն է, վաղամեռի եղբոր Արամ Սարգսյանի կերպարը մեզ ներկայանում է կարոտի, ցավի արցունքներով, բայց եւ նրանց հուշերի հզոր արմատների վրա ծաղկած բարության ծառի պտուղներով։ Նրա կերպարը ավելի է պայծառանում, երբ հիշում են համագյուղացիները, ովքեր թեև երիտասարդ, բայց ժամանակի մեջ բախտ ունեցել են շփվել նրա հետ ու սովորել ապարանյան Զովունու բնության պես խորախորուրդ առաքինություններով հարուստ այս անձնավորությունից։ Արամ Սարգսյան նախախնամությամբ տված կարճ մի կենսագրություն, բայց բացառիկ մարդկային իր ուրույն բովանդակությամբ։ Նրա պատմությունը սկսվեց Ապարանի շրջանի Զովունի գյուղում 1931 թվականին, երբ Սեփանենց Լյուդվիկի որդի Սարգսի երթիկի տակ լսվեց արու զավակի ճիչը։ Ցավոք, չունենք ոչ մի հուշապատում, թե ինչպիսին եղավ նրա վաղ մանկությունը, բայց դրանից բերված մաքուր շաղախները տարիներ հետո պիտի ծորային տխրությամբ, երբ ծնողների կորստով պատանեկան հեքիաթին հաջորդելու էր թախծոտ շաղախով լցված երիտասարդությունը, թախից, որը սակայն ոչ մի ծուռ բիծ չդրոշմեց Արամի պայծառ անկեղծության, հետո նաև հասուն անհատի ազնվության, խոհեմության վրա։ Այո, զովունեցիները փաստում են, որ Արամը մեծանում էր անարատ սրտով, կյանքի բուռն ծարավով, որպես լուսավոր մի անհատականություն, որ գալիս էր լրացնելու իսկական զովունեցու դեմքը։ Մեր ձեռքի տակ է հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության կողմից տրված վկայագիրը առ այն, որ Արամ Լյուդվիկի Սարգսյանը 1942 թվականի ուսումնական տարվանից մինչև 1949 թվականի ուսումնական տարին սովորել և ավարտել է Ապարանի շրջանի Զովունու 7-նամյա դպրոցի 7 դասարանների լրիվ դասընթացը գերազանց վարքով, գերազանց գիտելիքներով։ Այս գրառումից հետո ստիպված ենք տողեր բաց թողնել, որովհետև չգիտենք ինչպիսին է եղել ընդմիջումը դպրոցից հետո, բայց Սարգսյանին մենք հետո տեսնում ենք որպես Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող, որտեղ ընդունվել էր համագյուղացի ընկերոջ Արարատ Պողոսյանի հետ միասին։ Սակայն դա այն ժամանակաշրջանն էր, որը ցավոք դեռ շարունակում էր կրել ետևում մնացած պատերազմի դրոշմը և սիրելի մոր Սաբեթի կորստյան հետքը։ Ու Արամը, կիսատ թողնելով իր ուսումը բարձրագույնում, գնում է աշխատելու, հորը
օգնելու, իրենից կրտսեր քույրերի ու եղբայրների մասին հոգ տանելու։ Եվ անկախ ճակատագրի ընթացքի վայրիվերումներից նա ինքն իրեն մաքրող, ինքն իրեն լուսավորող իմաստավորված ալիք է տալիս ու նրբահյուսվում կյանքի ելևէջների մեջ։ Այսպես մինչև 1956 թվականը, երբ գեղեցիկ մի օր նրանց տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարեց Արամի հարսանիքի սկիզբը։ Ուրախություն էր ոչ միայն արյունակից հարազատների համար, ողջ գյուղն էր ցնծում։ Մինչ քավոր տիրան Տիգրան Սմբատյանը մսացուի արյունով փեսայի ճակատին խաչ էր քաշում, հողը դրմբում էր քոչարու խրոխտ պարաքայլերից, որի շրջանը բռնել էին մտերիմ ընկերներ Արարատ Պողոսյանը, Վահան Ալեքսանյանը, Բագրատ Մարգարյանը, Լեգրան Սմբատյանը, Պավլուշ Առաքելյանը, Աշոտ Աբրահամյանը, Ֆելիքս Ավագյանը։ Այդ օրը Արամն ու Ղուշչեցի Կալեպսին տնկում էին իրենց տոհմածառը, որը երկար արմատներ էր ձգելու և սաղարթապատվելու էր 6 զավակներով, վերընձյուղվելու էր դեպի գալիքի երազանքները, դեպի որոնց ձգտելիս Արամն աշխատեց, արարեց, եղավ վարորդ, եղավ շրջիկ կինոմեխանիկ, պատիվ տվեց ու պատիվ առավ։ Հայր, զավակ, եղբայր, համագյուղացի, ում հետ բարեկամությունը մերձավորին դարձնում էր հարուստ մարդ։ Եվ միթե այդ սիրուց ու հարգանքից չծնվեց զովունեցիների այն քայլը, երբ մեկ մարդու նման ոտքի կանգնեցին սիրելի համագյուղացու համար արյուն տալու։ Այստեղ բացում ենք «Դոնորությունը մարդասիրական գործ է» գրքի 22-րդ և 23-րդ էջերը, որտեղ բժիշկը պատմում է. Մեջբերում եմ. հուզիչ էր և հիշատակության արժանի Նայիրիի շրջանի Զովունի գյուղի մի խումբ բնակիչների վարքը։ Աշխատանքային օրը դեռ չէր սկսվել Երևանի արյան փոխներարկման ինստիտուտի դոնորական բաժնում, երբ այդտեղ մտան մի խումբ մարդիկ։ Նրանք խնդրում էին իրենցից արյուն վերցնել հարազատին ներարկելու համար։ Չմոռանամ հիշատակել, որ նրանք դրսում կարդացել էին հայտարարությունը, որ հիվանդների հարազատներից արյուն վերցվում է ժամը 11-ից, բայց նրանք սպասել չէին կարող, չէ որ իրենց ընկերոջ, բարեկամի և հարևանի կյանքը վտանգի տակ էր։ Նրան պետք էր վիրահատել, սակայն հիվանդի արյան հեմոգլոբինի տոկոսը այնքան ցածր էր, որ ոչ մի վիրաբույժ նրան չէր վիրահատի, միակ փրկությունը մնում էր արյան փոխներարկումը։ Ահա թե ինչու անհանգստացած էին հիվանդի իսկական ընկերները, բարեկամներն ու հարազատները։ Արամը 5 տարի շարունակ տառապում էր ստամոքսի խոցով։ Հունվար ամսին վիրահատվել էր 8-րդ հիվանդանոցում, իսկ այժմ պատահել էր ամենածանր բարդությունը՝ ստամոքսային արյունահոսություն և շտապ օգնության մեքենայով հասցվել Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք։ Չնայած վիրաբուժի բոլոր ջանքերին, արյունահոսությունը չէր դադարում։ Պետք էր հիվանդին ներարկել մեծ քանակությամբ արյուն, որպեսզի հեմոգլոբինի ցածր տոկոսը բարձրացվի ու այդ դեպքում հնարավոր լինի վիրահատությունը կատարել։ Դոնորական բաժնի վարիչը թույլ տվեց առաջին հերթին արյուն վերցնել Արամի բարեկամներից։ Եվ երբ արյուն տալուց առաջ նրանք անցնում էին թերապևտի մոտ քննության, ապա բարեկամները թերապևտի բոլոր հարցերին պատասխանում էին բացասաբար. «Մենք ոչ մի գանգատ չունենք, ոչ մի հիվանդություն չունենք, շատ լավ ենք զգում, միայն խնդրում ենք, շուտ արյուն վերցրեք, որ շուտ հասցնենք մեր բարեկամին»։ Այդ օրը Արամ Սարգսյանի բարեկամները, որոնց թվում և քույրը, հորաքույրը, հորեղբայրը, հորեղբոր տղաները, ինչպես նաև ընկերները, հարևաններն ու համագյուղացիները հանձնեցին 3 լիտր արյուն իրենց հարազատի կյանքը փրկելու համար։ Եվ իրոք, արյան փոխներարկումից 3 օր անց հիվանդի արյան հեմոգլոբինի տոկոսը 18-ից բարձրացավ 44-ի, դա հնարավորություն տվեց վիրաբուժին հաջողությամբ վիրահատելու Արամին։ Մեջբերման ավարտ։
Արամ Սարգսյանին վստահում էին, նրանով հպարտանում էին։ Գյուղում բազմաթիվ հարսանիքներ, կնունքներ կազմակերպած ու ղեկավարած Թամադայի մեջ, իդեմս նրա, տեսնում էին բարի արժեքը նժարող մարդու, ստեղծագործողի։ Ակնածանք ու խոնարհում պարտադրող դաս ու դաստիարակություն է նրա հեղինակած Զովունի բանաստեղծությունը, որով տեսնում ենք, թե ինչպես հեռվում մնացած հայրենի գյուղը կենդանի ոգեղենությամբ ներկա է եղել ազնիվ զովունցու յուրաքանչյուր ապրած օրվա մեջ։ Ապարան գնացող հարգելի ընկեր, Ղուշչիի ջրամբարում ոչինչ չտեսար, գեղեցիկ էր, սիրուն, ինչպես աղթամար, դիրքդ ցածր, անունդ բարձր, Զովունի։ Գովեստով են խոսում այցելուներդ, խարույկ էլ չեն վառում մնացողներդ, խորոված խաշլամի լավ պատառները անուշանում ափերիդ, սիրուն Զովունի։ Պատիվն ապարանի պահիր սրտիցդ վեր, որ ունենաս մշտական լավ այցելուներ, համբավդ տարածող ազնիվ ընկերներ, դիրքդ բարձր, անունդ բարձր, Զովունի։ Արամն եմ, պատիվդ գնահատում եմ թանկ, 35 տարի տվել ես ինձ կյանք, երբեք չեմ մոռանա, մշտական կգամ, հող ու ջրիդ կարոտել եմ, սիրուն Զովունի։ Ասում են, Արամ Սարգսյանը ֆենոմեն էր և իրենով այնքան տարածք էր զբաղեցնում, ամենուր այնքան ներկա էր, որ հետո արդեն անհավատալի էր նրա չլինելը։ Իսկ դա ցավոք շատ շուտ եղավ։ Բայց մի բանում զովունցիները վստահ էին։ Սեփանենց Արամը գիտեր, թե որքան անսահման կարող է լինել ափաչափ սիրտը, քանզի նրա սրտի անսահմանության մեջ մարդասիրությունը ինքն էր ծովանում։